Սիրելի հետևորդներս, բարևներ, ինչպես եք, առավոտ բարի լույսով, ամենաբարին եմ ձեզ մաղթում, գիտեք, ինչպես միշտ, սովորականի նման, ճիշտ մի քիչ նեղված եմ, խառն եմ, բայց թե ոչինչ, ամեն ինչն էլ մարդու համար է, մարդը ուժեղ է նրանով, որ ամեն ինչն էլ հաղթահարի, ինչի ասենց մութ, ահա, ոնց որ ուղղեց, ուրեմն շատ դժվար գիշեր եմ ունեցել, շատ վատ եմ քնել, շատ ներվային, ինձ թվում է կարիք չկա ասելու, ովքեր որ հասցրել են ինձ լավ ճանաչեն, գիտեն որ տենց էլ պետք է առնել, որովհետև եթե հարցը վերաբերում է երեխուդ, այն որ առույցն լինում, լինի էգ, թե արու, դրանք հենց այնպես ասված խոսքեր չեն, ճիշտ է, դպրոցից Ալեքսն եկավ, էլ չբողոքեց, բայց այսօր ավելի անհանգիստ եմ, ես իմ կոֆեն դրեցի, դուք էլ ձերը դրեք, գիտեմ խմելու եք, խմում եք իմ հետ, շատ իրետ, այսօր ավելի անհանգիստ եմ, որովհետև իմ ֆիզկուլտուրայի ժամը կա, ինքը չեր ուզում մասնակցի, ասում էր մամ ջան չեմ ուզում, ես առանց դրանց էլ յոլա կգնամ, իսկ մամայի քթից էլ ծուխում մուխա գնամ, որ ինքը տենց ասում է, որովհետև լավ նկատել եք, ես չեմ սիրում հանձնվել, իմ տեսակը պայքարով է, տառապող է, բայց միևնույն ժամանակ թեկուզ տառապեմ, բայց պիտի պայքարեմ ու արդար պայքարեմ, ոչ թե մեր տատիների լեզվով ասած զոհվետ գցես, չէ, ճիշտը մի հատ է, ու այդ ճշտին ամեն գնով էլ ուզում ես հասած ու գերազանցած ես, սիրելի հետևորդներս, Այս հենց մի ուշ կրս, միտ կրս, մեղկս ինչ թակցնեմ, դպրոց մասիրելի հետևորդներ ջան, տենանք այսօր ինձ սյուրպրիզ տենանի, Ալեքսիս վրա, սենց բաներ, երեկ ասի չէ, որ հավես չունեմ, տրամադրություն չունեմ, ժամը 5-ներ վլոգը փակել եմ, չէի ուզում սուտի լալալուլու անել էլ չէի ուզում, որովհետև ես այդ տեսակի մարդ չեմ, դրանից հետո խանութ եմ գնացել, շինանյութի խանութ, կողքում էլ բաներ էին ծախում, սենց մի հատ հողաթափ ասենք, լավ, ես սիրում եմ, որ կրունկի տակը չխոր լինի, չգիտեմ ինչի, իմ բնավորությունը տենց է, Այս գույնի հողաթափեր եմ վերցրել, գիտեմ ասելու եք բարով մաշես, ես էլ ասելու եմ շնորհակալություն ես Անիկան տեսանյութ ընտնա, ասի այ Աննա էլի դամաշնի, հավատացեք, որ պետք է գանի, մեկը տանը, մեկը դրանը, ասենք պահի տակ ուզում ես շուշուտ գնաս հաց առնես գազ կամ խանութից միաղ վերցնես գազ, հոտան տապճկով չես գնա, Ինչև է սիրելի հետևորդներ ջան, շատ նեղված եմ, շատ չափչի նեղվածությունս, վերջապես մի հատ կարնեզ եմ առել, վարպետին ասել, այսօր կգա կկպցնի, այն ժամանակ չկար, որ չէի առել, հավես չկար, տրամադրություն էլի չկար, մի խոսքով էլի, տենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, Մի ես արել, գլուխս տենց խառը, ուշք ու միտքս Ալեքսն, որ մի բան է ինքը չի ուզում ու ես համոզում եմ, չէ, ինձ թվում է ես իր առաջ որ մեղք գործելուց եմ, չգիտեմ ինչի է տենց,
բայց տենց է։ Ու ոնց որ ես իմ հետ կռիվ անեմ։ Ստեմած ունեմ վերել։ Այքո։ Ես թռևա գրիշկա ջան, տեղդ ինչներ են, որ թռել ես։ Ես ադյալ, սրանց էլ լվալ պետք, ասում եք լվացքից հարուստ բան, մեկ էլ նամից կարան լվացք նրնի։ Ընքան էլ հարմարը, սենց բանջեքով մելում եմ, ու տղավարում սավնարանը և շատ հարմարա, տեղը կոմպակտ, սիրուն, քրնմա, գիտեր եղը, տենց հարմարը, վախենա, այ կոֆեկը, հասցվի, վերջին շնչով, որ թափեր էլ կոֆեն չէի խմելու, ինձ թվում է գիտեք արդեն, ոյ տեղս չեմ գտնում, ու չգիտեմ թե ոնց անեմ, որ ոչ թավ են վառեմ, ոչ պոչը, ոչ էլ մեջի ձված ձեղը, տեսեք մեր ձերը, ինչքան ճիշտ խոսքեր են, չէ ասեք սիրելի հետևորդներ ջան, մի տալում հավաքվեց, սիրում եմ, որ հավաքալը, տրամադրություն փոխենք, մի հատ, այ սենց հյուրասիր եմ, մի սրտ է, մեծ սրտով, մաքուր սրտով, ամենակարևորը, հետևորդներից ով էր գրել, որ ես խնձորը երկար ամենալու, խնձորի հետ մանդարին արնամ, նուր արնամ, կերել ենք, ես պային խնձորնա, ես այլի պիտի ավելացնեմ, որ աչկիտ առաջ արնեմ, երբ ուզում ես ուտում ես, ասեք, որ կա տենց բան, սիրտս նեղվում է, չեմ ուզում էլ նստեմ, ուզում եմ գնամ, իմ տանը նստեմ, լավասի չէ իմ տանը, մտամ, ես էլ հարևանի տունն էր, վրես խաբար չկար, նախաճաշելու համար ծու էի պետք էփել, հետ էլ չարեցի, ընքան լավ է, որ շուրջ բոլորդ մաքուր, սիրուն, ու դու քեզ լավ ես զգում, ընդ իմ բլուզն է, որ ես ավերից կհակնեմ չմրսեմ, մի կոֆե խմենք, սիրելի հետևորդներ ջան, ու անցնենք առաջ, ինչի պետք է էլի, օրինակի համար տենց եղնի, ինչի դուք ու երեխին սենց հավեսով չուղարկես դպրոց, դե պարզա մեծանում են, հասունանում են, լավ տղա են խաղում, ախ էդ լավ տղա խաղալը, բա լավ չէր մեր թվերին, սովորական, անմեղ, իրոք մանկական հոգով դասի էինք գնում, փոխվել է սերունդը, փոխվել են ժամանակները, վարքերն ու բարքերը, նույն ես նոր տարին, սիրելի հետևորդներ, ինձ թվում է դարել է մի հատ մրցույթ, ում սեղանը լավը կլնի, ում սեղանին ինչ կլնի, ում սեղանին ոնց կլնի, ես տարիներ շարունակ օրինակ, այդ մրցույթի մեջ չեմ մտել, ոչ մի անգամ, կյանքիս մեջ իմ մամայից հետ չեմ ես դա տեսել, որ ինքը ինչ-որ թե մեկի հետ մրցում անի, նայեն հագավ ես էլ հագնեմ, նայեն առավ ես էլ առնեմ, ու մի տեսակ ոնց որ դա իմ մեջ մնացել է,
Նույնը նոր տարուն, հմի լավ նկատում եք, որ Ալեքսը հնդկահավա չէ ուզում, ես էլ որ ճիշտն ասեմ ուզել էի այդ խոզի բուտ կոչվածը, երեկ նայեցի չկար հնդկահավ, դե մինչև տոներ ինձ թվում ա կբերեն, ուղղակի ես սիրում եմ նախորոք առնեմ դնեմ, այդ վերջի օրերի թոհու բոհերի մեջ չընկնեմ, եթե կգտնեմ հնդկահավ, պարզա որ այդ խոզի ազդրը այդքան մեծ չեմ սարքի, երևի կկիսեմ, տենց կսարքեմ, բայց որ դնես, մրցումի մեջ մտնես, նայես չիզն առավ ես առնեմ, նայեն կանֆետն առավ ես առնեմ, ինձ թվում ա մի տեսակ մրցույթ ա դարել այս նոր տարին, ում սեղանը լավը կլնի, ումը ոնց կլնի, ախր իմաստը, չէ որ նույն օրն ա, ընդամենը հոգիներս, սիրտներս մաքուր լինի, Աստծուց էլ խաղաղություն խնդրենք ու գալիք նոր տարին թող մեր Հայաստան աշխարհին ու ամբողջ աշխարհին խաղաղություն բերի, մեզ էլ առողջություն, ինձ թվում ա դրանից ավել ակնկալիքներ ու սպասելիքներ պետք չի ունենալ, ընդամենը առողջ մարմնում, առողջ հոգի, փառք Աստծո, աշխատելն էլ լավից վատից ամեն մարդ կփորձի գտնի իր համար, իսկ սենց ես որ ասենք սենց մտովի երեկվանից հետ եմ էլի գնում, հա, մեր տարիներին էլ կար նույն կռիվը, նույնեն, մաման էլ էր Ալեքսին բացատրում, ասում էր Ալեքս ջան, մի նեղվի, իմ թվերին էլ ա կռիվ եղել, իրարն է, բայց շուռ ենք եկե խաղացեք, չէ, ստեղ պետք ա լավ տղա խաղան, ստեղ ոնց հասկանում եմ ուրիշ բաներ ա պետք գտնեմ, ու որ փորձում ես հարցին մի քիչ ուրիշ ձևի լուծում տաս, չէ, արդեն ոնց ասեմ, դու դառնում ես վատը, հենց տենց էլ ասեմ, բայց իմ համար ու ինձ թվում ա ցանկացած ծնողի համար իր երեխից թանկ ու կարևոր բան չի կարող լինել ուրիշ ոչ մի բան ու ես չեմ հանդուրժի, դպրոց ենք ուղարկում մեր երեխեքին, ինչի համար, մի բան սովորելու, մի բան գլուխը մտցնելու ու տուն բերելու համար, ոչ թե ռասպորկեքի մեջ, ընդեղ, կամ ծեծ ուտի, կամ ջարդվի, կամ ծաղրվի, վերջը, թվերը լավ գիտեք, թեպետ մեր մոտ բանը դրան չի հասել, ես գիտեմ, որ չեմ թողա, ու ուղղակի Ալեքսս էլ արդեն մեծանում ա, էլ ամեն բանը չի ասում, ընդամենը ասում ա մամա, ես չեմ ուզում, որ գնամ, ու ես հենց հեռվից ընկերական տոնով փորփրում եմ էլի իրան, ինչ կա Ալեքս ջան, բա սենց, բա ֆիզկուլտի ժամին ոնց, ու կամանց արդեն հասկանում եմ ինչ ա կատարվում, այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, առավոտից ասում եմ մամ չտանեմ էլի ֆիզկուլտի կոշիկներս, ասում եմ խի, մամ ջան ես չեմ ուզում, Ալեքս ասում եմ կյանքն պարտվել է լավ բան չի, դու գնա ընդամենը քեզ նորմալու հեռու պահի, շփվի այն մարդկանց հետ, ովքեր դուր ա գալիս, ու վերջ, մի խոսքով փորձել եմ, համոզել եմ, հլատենանք ոնց առնելու, բայց ես չեմ սիրում, որ իրան այդքան համոզում եմ, այ դրա համար եմ այս վիճակի մեջ, ինքը արդեն այն տարիքում ա, ախր թող ինքն էլ իրա եսն ունենա, էլի, եթե ես փորձեմ համոզեմ, ինձ թվում ա սխալ կանեմ, այդքան բան, գիտեի, որ հարցնելու եք, երկար էի մտածում, բարձրաձայն եմ այս թեման թե չէ, դրա համար քանի Ալեքսը խոսում էր, ես իրա բերանը կոպիտ ասած փակում էի, քանի մաման ասում էր կեսից անջատում էի, հետո հասկացա, որ չէ, կյանքա, մենակ մեր մոտ չի տենց, վստահ եմ, շատերի մոտ ա տենց, սկի յութուբներում նայում ենք, աղջիկներն են այսօր իրար ծեծում մաս պոկում, են էլ դեռահասության տարիքում չէ, որ արդեն խայտառակ տարիքում, որ մարդ գիտակցելով այդքանը անի, ու սենց նայում եմ, ասում եմ Աստված ջան, ինչքան լավ ենք մենք խաղացել, ինչքան լավ ենք մենք ապրել,
ինչքան պատասխանատու ձևով ենք մենք ապրել, չգիտեմ, սանկա խաղալուց հաճույք ենք ստանում, ընկերուհուտում գնալուց հաճույք ենք ստանում, այն որ նոր տարվա նվերների մեջ խոսքի մեր մամաները, տատիները, մանդարինա, կանֆետա, մի կտոր չուչ խելա, դրանից ավելի շատ ենք ուրխանում, իսկ մի որ մեր երեխեք են մի հեռախոս ու օրինակ, երևի որ Ալեքսն այդքան iPhone է ասում, երևի որ մի հատ iPhone էլ առնես տաս, ինձ թվում է սերունդը հենց գիտի դա տենց էլ պետք է ալնի, էլի, իսկ մեր թվերին դրանք չկար։ Սիրելի հետևորդներ ջան, հիմի ուզում եմ իրա տրամադրությունը այսօր փոխեմ, բայց առավոտից իմն էլ փոխեցին, ինչքան բարդ է բլոգերի գործում, ճիշտ է, քաշ չես քաշում, ծանրություն չես քաշում, բայց մտավոր ես էլի աշխատում, ուրեմն 2 էջի համար ես մինչև հոլովակ եմ մոնտաժել, ներբեռնել, կարգավորումներ տվել, ժամ 20 րոպե տևել է այդքանը, Ալեքսին ճանապարհելուց հետո 8:30-ից սկսել եմ բզբզալը, հիմա արդեն էսա ժամը 10-ն է, նոր պրծել եմ ու ասեցի մի հատ վլոգի սկիզբը տամ, էդ էր, վերջացրեցի, մեկ էլ նայում եմ, խամ համարով զանգ, ես բնավորություն չունեմ, որ չպատասխանեմ, մարդը եթե համարս գիտի, ուրեմն ես էլ գիտեմ, որ գիտի, պլյուս դրան 0:10-ով էր, հասկացա, որ մայրաքաղաքային համար է, պատասխանեցի, ինչ կասեն, որ լավ լինի, ասում է դուք պարտք ունեք, ես հենց ապշել, ասում եմ ինչ պարտք, թիմից էին զանգել, ժամանակին տնային հեռախոս եմ ունեցել, սառեցրել եմ, մի խոսքով օրենքները գիտեմ, տարին մեկ գնում եմ վերաթարմացում անում եւ այլն եւ այլն, մի պարզվում է մեր վրա պարտք ունենք, ես ասում եմ, որ հարգելիս արածա բոլոր գործողությունները դիմում գրած, թարմացրած, մի խոսքով ասած, պարզեք ձեր աշխատակցի հետ քաղաքի համայնքի, հիմա հեչ չգիտեմ, թողամ գնամ, թե որ Ալեքսի հետ երգ ունենք, երևի հենց այդ ժամանակ էլ կգնանք, այդ ժամանակից էլ կսկսենք, ես իմ կոֆես խմեցի, բայց ինչ է նշանակում պարտք, ես չեմ սիրել ոչ իմ մորս տանը, մենք չենք ունեցել կոմունալ, չգիտես թե ինչ պարտքեր, ոչ առավել եւս ստեղ չի եղել, որ մենք կամ ուտելիքի պարտք ունենաս, կամ հագուստի, կամ առավել եւս կոմունալի, ունեցել ենք X գումար, բավարարվել ենք X գումարի մեջ, նախ այդ X գումարից պարտադիր ձևով ամենասկզբից մենք վճարել ենք մեր բոլոր կոմունալ ծառայությունները, ինչա նշանակում, թե 3 ամիս ու ավել ես հեռախոսի պարտք ունեմ, որից ոչ օգտվում եմ, ոչ օգտվել եմ, ոչ մի բան, իրանք դե ծեր մարդիկ էին, պետք էր հեռախոս, ու տենց այս 10 քանի տարի արդեն սառեցրած վիճակը, տարին մեկ գնում ես դիմումը թարմացնում, իսկ ինչի վերջնահաշվարկ չենք անում, սիրելի հետևորդներ, որ ուզում ես լրիվ հանես, պետությունը քեզանից պահանջում է մոտավոր 30,000 դրամի կարգի գումար, ինչի համար իրանք էլ չեն բացատրում, ես էլ չեմ սիրում, որ ավելորդ գումար տամ, չգիտես թե ինչի համար, դրա համար մի դրանով էլ եմ զբաղվելու, գործերս մտամ քիչ էին, մի հատ էլ դրանով եմ զբաղվում, սիրելի հետևորդներ ջան, ու ես չգիտեմ թե ինչ ասեմ ու ոնց ասեմ, էդ ենք անելու, մի Ալեքսը դպրոցից կգա, ուզում եմ տրամադրությունը փոխածլնեմ, ուզում եմ դուրս գանք, էտա համ երգի կգնանք, համ իրանք ագանյոկատիպ ինչ-որ թե բան են անելու, դե դասղեկն ասում է ինչ կանի Ալեքսը, ասում եմ երգից հարմար իրան ուրիշ բան, ինձ թվում է պետք չի, ու վերջը երգ ենք պարապելու, իհարկե ոչ սենց ծերից ծեր,
որովհետև բարձր դասարանն դե իրանք արդեն համարվում, ամեն մասնակից տենց մի քառատողատիպի տեսքով ներկայանալու է կամ անեկդոտով, կամ երգով, կամ բարով օրինակի համար, ու ունենք արդեն ընտրած երգ, երեք լավից վատից սովորել է Ալեքսս, մի այսօր գնանք նորից պարապենք, սիրելի հետևորդներ ջան, Վանաձոր էի ուզում գնամ, այսօր էլ սենց չեղարկվեց, անհանգիստ կգնայի, որ ես թողայի ու գնայի, որովհետև ես իրան արդեն ասել եմ, փորձի մեկը քեզ նեղացնի, նույն պահին զանգի ինձ, չմտածես, որ քեզ կասեն, այ ղզիկ, այես, այեն, դու զանգի մի հատ ինձ, ու մի տեսակ սենց սրտի տրությունով նստած ոնց որ անընդհատ փշերի վրա ալնեմ ու ամբողջ գիշեր տառապել եմ, այդ թե ճնշումն ընչից է բարձրանում մարդու մոտ ու դեղի հետևից, կիվի հետևից, մի արդեն ոնց որ սենց աչքերիս առաջ պարզամ, ամեն ինչ լավ տեսանելի է ու սենց բաներ, այսօր տաշիրել պիտի գնամ, հլատենամ, այսօր կգնամ, վաղը կգնամ, լիքը գործեր կա, մեկ զարմանում եմ, ասում եմ Աստված ջան, այսքանը ոնց է հենց իմ համար սենց գալի շարվում է, հերթով, շարքով, կարգով, գալիս է ու շարվում, ախր ասաց աղաս Մանուկյանին, անչի մա, չեկա տենց բան, ամենույնը իմն է, տենց բաներ, այսօր մի ուրիշ գործողություն եմ ուզում արածգնեմ, բայց դա առանձին կնկարեմ, որ հետո իմ այս յութուբյան ալիքը ոնց որ մեր կյանքի օրագրի նման մի բան է դառնում, սիրելի հետևորդներ ջան, որ հետո սենց մարդ ես էլի, ուզենաս հետ գնաս, մեկ որ Ալեքսիս պուջուր վաղտվա բաներն եմ ուզում նայեմ, հետ եմ գնում, ասում եմ, վայ այս յութուբ ստեղծողի բալեքն ապրեն, մտնում ես նայում ես, այն անգամ Ռոզատատն ասում մեր առաջ մեծացավ ես երեխեն Աստված իմ ասում արդեն բեխերն ա դուս եկել, իդեպ եկեք չամաչեմ, հարցնեմ, ճիշտ է իրա Վարսահարդարից հարցրել եմ, իրա այդ բեխիկները արդեն տեսանելի է ու դա իմ համար ճիշտ չի, Վարսահարդարին իրա ասեցի մաքրենք Արեն ջան, ասավ շուտ եմ, հլա տղա մամաներ խորձականք եք, ինչ անենք, ոնց անենք, այդ չգիտեմ, որ իր այն մանկական տեսքը մի ձևի սենց ձադյա է դարձնում, ես չեմ ուզում, ես ուզում եմ մաքրեմ, հլա արձականք եք, դուք ձեր երեխեքինը ոնց է կարել, ինչ է կարել, ես փորձ չունեմ ու չեմ էլ ամաչում դրանից, որ հարցնեմ, հլա ասեք տենամ ինչ է կարել դուք սիրելի հետևորդներ ջան, տենց բաներ, հիմա վեր կենամ, հարթուկ ունեի արած են օրվանից, տանեմ վերև, նկուղում մի երկու գործ ունեմ բզբզամ, հետո հագուստս փոխեմ ու մինչև դե նախաճաշ գնամ երկու ձու դնեմ, եկեք համ գնանք, կամ լավ առանց ձեզ կգնամ, հավես չկա մի տեսակ նրվերես չի հերիքում, ձու եմ ուտելու առավոտից ու գնանք երգի, Ալեքսը կգա, մեն որ 10 րոպե ժամանակ մնում, մինչև գալիս է ու գնում ենք երգի ու տեսնեմ ինչ ենք անում, ոնց ենք անում, սիրելի հետևորդներ ջան, պուլտն է չեմ բերել, պիտի այս հենց անջատեմ, սենց սիրուն, մաքուր, արդեն իմ դուրը գալիս է, այդ փոշու հատիկների հոտը ես զգում եմ, միգուցե զարմանալի բան եմ ասում, բայց իրոք անկեղծորեն ես զգում եմ, իսկ մի արդեն թարմության հոտ եմ զգում, ինչը որ ինձ շատ ուրախացնում է, մի խոսքով գնամ իմ գործերով, հետո տեսնեմ այս որտեղ ենք էլ հանդիպում, գնացին, բոլորիս լավ օր։ Հետևորդներ, գնում ենք երգի, Ալեքսաս վատն արել են արդեն տեր, արդեն առանց ծխի կգնանք։ Գալիս ես Ալեքս,
Անցիսուշու փողոց ալեց նավակսին գրկել եմ երկորդ միլով եմ գնալ Երկը վերջացնելուց հետո Ալեքսը իր հեռախոսն է բերել, ասում եմ մամա գնամ տենամ ինչ կա նկարեմ, ես այդ խատրիկ չեմ մտնում, շարժ վիդեո Ալեքս ջան, չն էդ իմ նկարած է չջնջես, այս հենց լավ օլա բաց,
Հա, բայց տոնածառը չկա դեռ, տեսա, որ չէի խափում։ Ալի։ Չէ, հենց ուզում նկարել։ Գնանցի նկարի։ Ինչ ասես կա։ Նա տնանց ինչ կա։ Երկու բան առնենք։ Դու փողոցն անցի, գնա նկարի, տենամ հանվանց կանցնես փողոցը։ Գնամ, տենամ ինչ եմ առնենք։ Այս ելի հետևորդներ ջան, ժամը 4-ն է։ Ես տուն եմ եկել, Ալեքսը դեռ տանը չի։ Դպրոցից եկել կոպիտ ասած պայուսակը դրել ա ու ես հայդա պարապունքի գնացել ա պարապունքի սիրելի հետևորդներ ջան։ Այ, որ ասեմ դոցենտ պրոֆեսոր դիտարնա գիտեք, որ սուտ կգնի, ենքան եմ հոգնել, ենքան եմ վազել, որ էլ ասելու չի, հարևանս կանչեց կոֆեի, ասում եմ չէ, դու արի, նստենք, համ մի քիչ խոսխսանք, համ էլ կոֆե խմենք, ինչ եմ գնել, ուրեմն, ճամփից մի հատ բանան եմ գնել, փնջով, որ երեխեն ուտի ու գնա իր պարապմունքներին, հեսա, տեղին, լավ բանանա, այս էլ տեղը փողոցում չենք թափի, ես չեմ սիրում, այս ենք բանա, 800 դրամ, երևան լավ էժան է, էլի ասում եք, ստեղ ամեն ինչ թանկ է, ամեն ինչ, այս թեյտա, մանդարինչիկի 3 կիլոն 1000, էլ ինչ եմ առել, մեկ էլ այս հենց Կարալևսկի հասած խուրմանն էր, որ մեծ հաճույքով ուզում եմ լվամ ու համ տեսեմ, այդ թե ինչ եմ ուզում արացկնեմ ու կադրից դուրս ուզում եմ կոֆե խմեմ, երեխեն դեռ չգիտի, որ մենք պետք է այսօր տունը զարդարենք, էդ էլ չգիտի, ուզում եմ իրան սյուրպրիզ լինի, առանձին հոլովակով համ կներկայացնեմ, համ էլ երեխեք մարդ կա իմ նման, որ կարալյոկից չի հագենում, բայց այս ինձ եմ սրան անում ու ստենայեք ինձ ընտիրա։ Ընտիր, դե ինչ անեմ, հարևանույս էսա կգաս, մայնջ յութուբները չգցես, ասում եմ չէ։ Մի հատ կոֆե խմենք, կես կատակ, կես լուրջ կոֆե մեի տանենք, ու մինչև այդ տեստեն Ալեքսն էլ եկավ էլի, մի խոսքով։ Ուրեմն անջատել եմ, մեկ էլ աչկս ընգել է, ասում եմ այ քեզ բան, բայց ինչ այս կարոպկեն խիծույթ չտվի։ Լույս էր, ասում եմ մամա ես ուզում եմ թազա լույս, ով ասի ուզածը տետլնի, արժեքը 1000 դրամ, 10 դրանացն է, այ համի անցնենք կոֆե մեյտին։ Այս ելի հետևորդներ ջան, նստել եմ ու մտքերի հետևից ընկել, գնացել հասել նոր տարի, ես ինչ էր, այս մի շարնել ստեղ գցեցինք, հետա կամաց տունը զարդարել ենք ու Եռնակի մանանովա լավ էսա կսանգը մեզ ելի հետևորդներ ջան, ինչ եփել այսօրի մասին եմ ուզում մտածել, ժամը 1000-ն է ու ես ոչինչ չեմ սարքել, այդքան էլ 1000-ը չի,
Ընդամենը տոնական տրամադրություն ատանը գնանք խոհանոց ստեղ ես վիճակնա մեր սիրուն յոլոչկեն ալյո զանգել եք բարև ձեզ հա ուզում էի նահատ սարքեի նկարեի ոչինչ ես անջատեմ խոսանք մի րոպե հա սիրելի հետևորդներ ջան ուզում էի համ զրուցենք համ գործս ավարտի հասցնեի որ ճիշտն ասեմ էլեք ծանոթս ահագին երկար է խոսացինք ու այնքան խոսացինք որ կաշո եմ երբում համարյա թե պատրաստա պատկերացրեք թե մարմոնտ գրակով ոնց կեփես ու ինչքան կխոսաս որ պատրաստա համարյա թե ուրեմն այս ընթացքում նաև նկարահանել եմ մի հոլովակ որտեղ որ զարդարել ենք տունը այս կոմ նոր դրանից հետո նայել նախորդ տեսանյութի կոմենտները ամեն մարդ տարբեր ձևով ահա արձագանքել շատերը խորհուրդ եք տվել որ թողեք Ալեքսը ինքնուրույն մեծանա էս լրնի հավատացեք որ փորձում եմ ուզում եմ որ թողամ այս չէ որ ես իմ ինչա ընկերներից եք ասեմ մի քիչ հարցեր կան իհարկե որ գնանք դեպի մեր մեծերի խոսքը որ մեծերը ոնց են չէ ասում էցնեցի մարլավական մի սուրու ոչխարը դրանք որ փոխաբերական իմաստով վերցանենք լավ է հասկանում ենք ինչ հատուս գալիս այսինքն ինչքան ուզում ես իմ երեխու համար ապահով եմ ամեն մի գործ, ամեն մի արարք, թեկուզ և ժամանց, թե գեղագիտական հաճույք, թե օրինակ էքսկուրսիաներ, թե այո, ընկերություն անելն ու դռանը խաղանելը մեծ դեր ու նշանակություն ունի երեխայի զարգացման կյանքում, բայց էլ չասեմ պապայի դերը, այո, բայց թե կյանքա մեր մոտ էլ սենց է ստացվել, ես չեմ ուզում հուսալքվեմ, ինձ պարտված համարեմ ու ասեմ դե չի, դե սենց, ու փորձում ես միշտ էլ լուծումը գտնես ու գտնում ենք ճիշտ է մի քիչ դժվար մի քիչ տանջվելով բայց թե էտա սիրելի հետևորդներ ջան կյանքա ոչ մեկ չգիտի ոնց երբ որտեղ ինչպես ընդամենը ես բարձրաձայնեցի այդ խնդիրը զուտ նրա համար որ ասեմ լռելը լավ բան չի քան մի բան թե չամեն հարց ունի իր պատասխանը այսօր արդեն իսկ նորից եղել է այդ ֆիզկուլտուրան բայց բարեբախտաբար վնաս չի կրել Ալեքսը հետո նայեմ դասաժամն է որ ովա կես կարանալ հետո բարեբախտաբար
Դա այն դասաժամն է, եթե սենց խորը մտածենք, սիրելի հետևորդներ, որ կարելի է մի քիչ կոպիտ ասեմ, ազատ ժամ է, թրջմել են, ջարդմել են, ջարդվել են, բոլորս էլ գիտենք, որ էտ է, ուղղակի բա որտեղ են համապատասխան մարդիկ, այ դա է իմ համար զարմանալի երևույթը, ինչև է, հուսանք լավ կլինի, գոնե այսքանից հետո, շատ անգամներ եմ լռել, ուլ տվել, չբարձրացնել, ասել եմ ամոթա, էսա էնա, բայց ամոթը շատ ուրիշ բաներն է, քան թե էդ, այնպես որ ես իմ արածը ոնց են ասում գիտակցելով էլ արել եմ, որ ուշքի եկեք հայեր, այսօր տենում ենք ինչա կատարվում Հայաստանի Հանրապետությունում, դաժե աղջիկ երեխեքներին ալ մաս պոկում ու ծեծում, ինչ մնաց մի մատ երեխեքը չանեն, այ շատ հոմով ա եղել, էպետ մեր կաշան, նստենք, մեր ու տղա մի սեղանի շուրջ, մաման չեկավ այսօր, ոյ, մի խոսքով, վերևի թե ձեզ էլ բարի գիշեր ասեմ, եթե այս պահին դուք էլ եք հաց ուտում, ձեզ էլ բարի ախորժակ, մենք գնանք մեր հացն ուտենք, ժամը հեսա 7-ն է, դրսում լավ պինդ մութ է, որովհետև օրերը կարճանում են, այս դեկտեմբերի մեջ արդեն կարծեմ գիշերը հավասարն է առնեմ, թե հունիսին առնեմ, հետ այդքան լավ չեմ հիշում, այս պահին գլուխից չի աշխատում, մտքերս 100 կողմի վրա են, գնանք, մի կտոր հաց ուտենք, ու տնամ ինչ եմ անում, ոնց եմ անում, երևի հետևորդներ չեմ, իբր ուզում է այսօր ոսկով սուպեր պնամ, հեն էլ չստացում, գնաց,